Բարի լույս մեզ նոր միացած բոլոր հեռուստադիտողներին, այժմ խոսելու ենք սոցիալական կրթության մասին։ Մեր տաղավարում են Դեկավա բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը և հիմնադրամի հարեհաս ծրագրի շահառու Թեհմինե Վարդանյանը։ Բարի լույս, ուրախ եմ, որ մեզ հետ եք ձեր առավոտը սկսել։ Բարև ձեզ, շնորհակալ ենք նաև մեզ հյուրընկալելու համար, շատ ուրախ ենք այստեղ լինել այսօր։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ։ Թեհմինե։ Դեր։ Հրաշալի է։ Տիկին Մարության մի փոքր խոսենք հիմնադրամի մասին, երբ է հիմնադրվել Դեկավա բարեգործական հիմնադրամը եւ ինչ նպատակով։ Դեկավա բարեգործական հիմնադրամը իրականում տխուր սկիզբ ունեցավ, քանի որ Արցախի բռնի տեղանումից հետո ինքնակազմակերպվեցինք, ու երկար տարիներ ես ինքս եւ մեր հիմնադիրներից շատերը կամավորության մեջ էին ու բարեգործության մեջ էին այսպես թե այնպես։ Այդ պահին հասկացանք, որ համակարգային օգնություն է հարկավոր ու կազմակերպեցինք եւ հիմնադրեցինք հիմնադրամը։ 23 թվականից սկսեցինք աշխատանքները եւ 23-24 թվականներին ունեցանք 1086 շահառու, ում սոցիալապես էինք օգնում, այսինքն տեխնիկա, կահույք, վարձակալություններ տան, ինչ որ անհրաժեշտ էր հենց այդ պահին։ Բայց փորձը ցույց տվեց, որ համակարգային փոփոխության կարիք կա, ու եթե մենք ուզում ենք երկարաժամկետ եւ մեծ փոփոխություններ, մենք պետք է փոխենք եւ մտածենք ավելի համակարգային ու մեծ։ Այսինքն հիմնադրամի գործունեության ուղղվածությունը փոխվել է տարիների ընթացքում։ Այո, որոշ չափով փոխվեց եւ այժմ ինչ գործունեություն է ծավալում։ Մենք այժմ գյուղերի զարգացմամբ ենք զբաղվում ու մեզ համար շատ կարեւոր է գյուղում մարդկանց ինքնակազմակերպումը, մարդկանց համախմբվածությունը, մարդկանց գործելը գյուղերում, ու դրա համար նաեւ կարեւորելով Հայաստանի համար կարևորությունը գյուղերի դերի, կազմակերպեցինք եւ ստեղծեցինք հարեհաս սոցիալ-կրթական ծրագիրը։ Հարեհասը գյուղերը ներսից զարգացնելու մասին է ու հենց ներսի մարդկանց ուժերով։ Այսինքն մենք ոչ գումար ենք տալիս, ոչ ինչ որ դա մեզնից շատ հաճախ սպասում են, մենք գնում ենք գյուղ ու փորձում ենք մարդկանց տալ են հավատը, այն ուժը, որ իրանք չեն զգում իրենց հանդեպ, ու այդպես փորձել զարգացնել։ Ինչու հարեհաս անունը ինչ որ կապ ունի։ Հարեհասը կապ ունի մեզ հետ, հիմնադրամի հետ ընդհանուր։ Հարեհաս նշանակում է արագ հասնել, շուտ օգնության գալ, եւ նաեւ ընկերներին են ասում հարեհաս ընկեր եք շատ, ու այդպես շատ լավ մեզ նկարագրում է, քանի որ մենք գնում ենք գյուղ ոչ թե դրսից թելադրելու, թե ինչպես մարդիկ պետք է գյուղերում ապրեն, այլ մենք ինքներս բնակվում ենք այդ շրջանում գյուղում եւ փորձում ենք ներսից վերհանել խնդիրները, հասկանալ արդյոք դրանք խնդիր են, թե մեզ դրսից պարտադրանք, եւ խնդիրները գտնելով մենք հավաքագրում ենք կանանց, մեր շահառուներին եւ 3 ամիս իրար հետ անընդմեջ սովորելով, զարգանալով, հմտություններ տարբեր ձեռք բերելով փորձում ենք գյուղում այս պահի խնդիր լուծել, որը բոլորի համար շատ ակտուալ է։ Թեհմինե, դուք արդեն նշեցի իմ խոսքում, որ ծրագրի շահառու եք, ինչպես եք տեղեկացել ծրագրի մասին եւ ինչպես եք որոշել, որ պետք է դիմեք, ինչ ակնկալիքներ եք ունեցել։ Հարեհասը երբ որ եկավ գյուղ, գյուղապետարանից եմ տեղեկացել։ Ձերը որ գյուղն է։ Եղավ Զովաբեր, Գեղարքունիքի մար Զովաբեր գյուղ։ Գյուղապետարանից տեղեկացանք ընդհանուր հայտարարությունով, որ հարեհասը գյուղ է եկել, ուզում է օգնի կանանց, ոչ թե օգնի ֆինանսապես, այլ գիտելիքով, սովորեցնելով, կրթելով, իհարկե կանայք կրթված էին, բայց սա ավելի պետք էր, որտեղ կանանց մոտ լճացում էր գնում։ Ոչնչով չէին զբաղվում այդ գյուղի կանայք, զբաղվում են իրանց տան հոգսերով ու ուրիշ ոչ մի բանով, երեխա, տուն, աշխատանք ու վերջ։ Բայց այս կրթությունը մեզ տվեց այն, ինչը որ քո մեջ քնած է, դա արթնացրեց, սովորեցրեց կնոջը, որ պիտի գնա իր երազանքի հետևից, ոչ թե նստի տան ու սպասի, թե ամուսինը երբ պիտի գումար բերի, որ ինքը ինչ-որ բան անի։ Ու հարեհասը մի հատ ապտակ էր, որ կանայք պիտի շարժվեք, պիտի անեք ու պիտի գնաք առաջ, պիտի զարգացնեք ձեր գյուղը, ու իրոք հիմա մենք ունենք այդ արդյունքը, հարեհասը մեզ տվեց կենտրոն, ունենք մանկական զարգացման կենտրոն,
որտեղ մեր ուսուցիչներն անցել են բոլոր վերապատրաստումները, այնտեղ երեխաները սովորում են եւ կրթվում են դպրոցից դուրս իհարկե։ Ունենք Յուվենտա գեղեցկության սրահ, որը շուտով կբացվի։ Բավական մեծ փոփոխություններ եք վերել։ Այո, վերել։ այնպես կանայք սովորեցին ու վերապատրաստվեցին գեղեցկության սրահի համար, այնպես որ հարեհասը մի հատ մեծ ուժ էր մեր կանանց քնից արթնացնելու ու առաջ շարժվելու համար։ Իսկ մինչև գյուղապետարանի տեղեկացումը դուք առասարակ լսել եք Դեկավայի մասին, գիտեիք հարեհաս ծրագրի մասին, թե Դեկավայի մասին Instagram-ով լսել էի, տեղյակ էի, որ օգնում են արցախցիներին, տեղահանվածներին ահագին, որտեղ մեր գյուղում էլ կային արցախցիներ, իրանց միջոցով էլ ենք տեղյակ եղել Դեկավայի մասին, բայց հենց հարեհասի մասին կոնկրետ իմացել ենք մեր գյուղապետարանից, իմ տեքոր կնոջ կողմից։ Ահա, շատ լավ։ Ես կուզեի ծրագիր կա գալիս, սաճես գալիս մասնակցես։ Եվ այդպես իրար մոտիվացնելով գնացիք մասնակցելու ծրագրին։ Ես կուզեի Տիկին Մարության, որ մի փոքր ավելի բաց մեր հեռուստադիտողին բացատրենք, թե տեղում դուք տվյալ գյուղը ընտրելիս նախ առասարակ կա ինչ-որ սկզբունք, որով գյուղը ընտրում եք, շրջանը ընտրում եք, եւ երբ որ արդեն համայնքը ընտրված է, ինչպես եք ծրագիրը իրականացնում, գնում եք այնտեղ ապրում եք ինչ-որ շրջան, գուցե խնդիրներն եք բացահայտում, հասկանում եք ինչ բացթողումներ կան, որ ուղղությամբ է պետք աշխատել, այս process-ը միად կարող ենք նկարագրել։ Այո, երբ մենք խնդիր դրեցինք մեր առաջ փոփոխություն բերել գյուղերում, այդքան էլ պարզ չէր, թե ինչ փոփոխություն ենք ուզում բերել, հա, ու ամբողջ 24 թվականը ուսումնասիրությունների եւ ընդհանուր մարզը հասկանալու տարի էր։ Գեղարքունիքի մարզը շատ լի է խնդիրներով, մեր ամենամեծ մարզն է Հայաստանի եւ խնդիրները իհարկե ավելի մեծ են։ Կլիման ուրիշ սառը, մարդիկ արտագնա աշխատանքների են ու այդ ամեն ինչ բերում է այն կետին, որ մարդիկ չեն էլ ուզում դուրս նայել, հա, տեսնել ինչ կա, ինչ կարող են անել։ Մեր գյուղերը ընտրվում են մի սկզբունքով, որ այդտեղ ակտիվություն չկա, ծրագրեր նախկինում չեն արվել, հիմնադրամներ չեն եղել, այսինքն վերցնում են գյուղերը շատ քնած ու անհավատ վիճակում, անհավատ են համայնքները, հա։ Իրականում որ մենք գնացինք մինչև այն պահը, որ ես չասեցի ես իմ ընտանիքի, ամուսնուս եւ երեխայիս հետ գալիս եմ ձեր գյուղում ապրեմ, ինձ վարձով տուն է պետք, ժողովուրդ գտեք ու այդ պահին ինչ ես տեղ ապրում, ոնց որ իմաստը որն է, որ ապրում ես չէին հասկանում հիմնականում մարդիկ, իմ հարազատները եւ այլն։ Բայց հետաքրքիր բան եք ասում երեխայի եւ ամուսնու հետ։ Ընտանիքի համար որքանով էր հեշտ էս փոփոխությանը կտրուկ գնալ, հավանաբար դուք Երևանից եք, հա։ Եւ ամուսինը չուներ մշտական աշխատանք, որ պետք է բաց թողներ։ Որ ամուսինս հեռավար է աշխատում։ Ու այդ առումով խնդիրները ցանկացած լոկացիայից կարող է, ահա։ Բայց իսկ երեխան ավելի փոքր տարիք է, մանկապարտեզ տարեկան է, այդ ժամանակ 2 մի քիչ էր ու մանկապարտեզ չկար, տատիկներն էին գալիս մեր հետ ապրում նայում այդ շրջանում, դժվար էր իրականում, բայց եթե ես դրսից պարտադրեի ինչ-որ փոփոխություն, մարդիկ ինձ չէին վստահելու, ասելու էին էսով եկա, ինչա ուզում մենք իրապես ապրենք, թե ինչ։ Ու իրականում դա արդար կլիներ, որտեվ կան մարդկանց մոտ անհավատ վիճակը նրանից էր, որ շատ ծրագրեր էին եղել, ինչ որ sense կարճաժամկետ բաներ էին եղել, հա, ինչ որ կարող է արդյունք կար, բայց իրենց տեսանկյունից եմ ասում, հա, շատ բաների իրանք սպասում էին ու դա չի արդարացվել եւ այս դեպքում էլ շատ դժվար էր կանանց հավաքել։ Մենք օրինակ ազդեցիկ տղամարդկանց միջոցով էինք կանանց հավաքում, օրինակ երբ որ ես ընկերանում էի ինչ որ մարդկանց հետ, ովքեր ավտորիտետ ասվածն էին գյուղում, հեղինակություն ունեին որոշակի, այդ հեղինակություն ունեցող մարդկանց հետ մենք փորձում էինք ամուսինների հետ լեզու գտնել, մյուս կանանց փորձել հասկացնել, որ մենք ինչ որ վախենալու բան չենք անում, մենք կանանց կարծրատիպ կա, չէ՞։ Դուք էլ ամեն դեպքում ընտրել եք այն տեսակ մի մարզ, որտեղ մտածողությունը բավական կաղապարված է, ու տղամարդիկ շատ հայկական ընտանիքի ավանդական տղամարդիկ են։ Բայց մենք հիմա ամուսիններից մեծամասնությանը շատ լավ գիտենք, ընկերներ ենք, Թեհմինեի ամուսնու հետ մենք շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք, ու այսինքն երբ որ տեսնում են, որ դու չես եկել կարճ ժամկետով, երբ որ դու եկել ես այդտեղ, դու այդ գյուղում ես լինելու, դու փոփոխության երկար ժամկետ է իհարկե փոփոխությունը գալիս, չէ՞, միանգամից ոչինչ չի լինում, հատկապես այդքան
տարի կարծրացած, կարծրատիպային միջավայրները միանգամից չեն փոխվում։ Դա քայլ ու ես հաճախ ասում եմ, որ հարեհասը շարժում է ու մենք այդքան շեշտը չենք դնում, որ մեր դասընթացների արդյունքում ստեղծվեն բիզնես նախագծեր։ Դա ստեղծվում են ինքնստինքյան, որտեղ մենք դա այդ գիտելիքները տալիս ենք ու մենթորություն ենք անում շարունակական, բայց մեր գլխավոր նպատակը դա մտածելակերպ փոխելն է։ Դա ստիպել, որ մարդիկ տեսնեն իրենց ու հասկանան, որ իրենք կարող են շատ բաներ փոխել համայնքում։ Ու երբ որ մայրերը մեր ամենաուժեղն են, ինձ թվում է դա կասկած չէ, հա, ոչ մեկի մոտ, եւ երբ մայրերը հասկանում են, որ իրենք կարող են, այդ ժամանակ փոխվում է ոչ միայն իրենց կյանքը, փոխվում է ընտանիքի առողջությունը, փոխվում է երեխայի 10 տարի հետո, թե երեխան ինչի կհասնի։ Երեխաները սկսում են մեծ մտածել, մեծ երազել։ Մեր կանանց երեխաները չեն վախենում։ Մեծանում են ավելի։ Թեհմինե, ինչպես եղավ ձեր ընտանիքում, երկու տեքոր կանանցով որոշեցիք, որ գրում ենք ծրագրին մասնակցելու, ինչ խոսք-զրույց եղավ ընտանիքի ներսում։ Մի հատ հետաքրքիր բան պատմեմ, տեքորս կինը հրավիրել Ադրյանեն իրանց տանը զրուցելու, այդպես շատ լավ միջավայրում։ Ես էլ էի այդտեղ, Էլի ավանդական։ Հետո աշխատանքից եկավ տեղ տեքորս կնոջ տուն, եկել ա զրուցում ենք, զրուցեցինք ահագին այդտեղ կիսվեցինք, հասկացանք Ադրիանայի միտքը, եկանք տուն, ասես չէ լավ գնում ես դասերին։ Ամուսինը Հարիսան ահագին մեծ բան փոխեց, փաստորեն նաև մտածելակերպը։ Ու մինչև այսօր իրոք միշտ ասում ա գնա առաջ մի կանգնի։ Ինչով սկսեցիք զբաղվել ծրագրի շրջանակում։ Ծրագրի շրջանակում սովորել ենք PR մենեջեր, անգլերեն լեզու, որը չկա գյուղում, անցնում են գերմաներեն, հիմնականը Գեղարքունիքի մարզում անցնում են գերմաներեն, անգլերեն լեզուն, անցել ենք ծնողավարություն, որը շատ կարևոր է ու շատ լավ մասնագիտություն է, մեդիագրագիտություն ենք ուսումնասիրել։ Ինչքան ուրախ եմ, որ ավակ սերնդից եմ ես լսում, որ ծնողավարությունը կարևոր է, որովհետև մենք հենց մեր առաջին բլոկում խոսում էինք հոգեբանի հետ, մանկական, խոսում էինք ծնողավարությունից ու խոսում էինք այն խնդիրներից, թե ավակ սերունդը մերժում է, հա, հոգեբանի պետք չի դիմել, ծնողավարությունը որն է, ոնց արել ենք նույնքեփ շարունակում ենք, ոչինչ պետք չի փոխել, որ մեր երեխաները այսպես մեծացել են, ինչ է եղել, դուք էլ այդպես մեծացրեք, բայց արդեն շատ հաճելի է ինձ իմ դիրքից տեսնել, որ ավակ սերունդը ասում է, այո, ծնողավարությունը պետք է։ Ծնողավարությունը իրոք պետք է, որովհետև շատ բացեր կան։ Մեր դեպքում հատկապես մեր մեծ տարիքում շատ բացեր կան ծնողավարության մեջ, որ պետք չի ու այդ դասը անցնելով հասկանում ես, որ իրոք դու ինչ որտեղ սխալ ես եղել, ու ասես չէ, ես ճիշտ եմ ու վերջ։ Իսկ դուք ինչպես որոշեցիք, որ հենց PR-ի մասով պետք է մասնագիտացում ստանաք, կրթություն ունեք, ինչ որ բազային։ Ես ինքս տնտեսագետ ֆինանսիստ եմ, հիմա վերապատրաստում Ադրիանայի շնորհիվ հաշվապահությունում, սովորում եմ fundraising։ Վաու։ Ես այնպես որ Ադրիանան շատ մեծ ուժ ա տվել։ Որ ես լսում եմ ավակ սերունդը նորորյա տերմիններ է օգտագործում ու ոչ թե ուղղակի օգտագործում, այլ այդ մասով աշխատանք է կատարվում մեր։ Շատ մեծ աշխատանք է ու շատ մեծ փոփոխություն ա կատարվել գյուղում։ Կանայք հիմա իրար հետ որ կանգնում են ժամանակ քննարկում էին, այս գործը չհասցրեցի, այնից չհասցրեցի, հիմա կենցաղային ավելի։ Այո, կանայք քննարկում են ինչ անեն, որ ավելի լավ լինի համայնքի համար։ Մեր մեծ քննարկումը այդ է, ինչ անենք, որ երեխաների համար լավ լինի, ինչ անենք, որ մեր կենտրոնը շարունակի գործել։ Եվ այս ամենը ընդհանրապես 6 ամսում, այո, 6 ամսում կարողացել ենք այս արդյունքը գրանցել։ Մենք այսպես ունենք 3 կենտրոն, 3 գյուղում ենք արդեն, Զովաբեր, Գեղամավան եւ Վարսեր, բոլորը Սևան համայնքի գյուղերն են։ Եվ մյուս տարի կունենանք 4 գյուղ, բայց արդեն Վարդենիս համայնքում։ Դուք որ գյուղում եք հիմա, էլի գյուղում եք դեռ ապրում։ Վարսերում եմ ես։ Դուք Վարսերում եք, մոտ են հավանաբար գյուղերը միմյանց եւ համակարգերը հեշտ է ստացվում։ Հետ առաջին 1.5 ամիսը փորձում եմ այնտեղ լինել։ Դժվար չէ։ Դժվար է, քանի որ fundraising-ը մեր հարեհասի իմ վրա է ու ոնց որ այդ ամեն ինչը համակարգել է ծրագրին, նաև տեսնելը թե ինչ բացեր են եղել մինչ այս, քանի որ սա պիլոտային տարի էր եւ մենք շատ բաներ ենք շտկում, շատ բաներ ենք փոխում դեպի լավը, բայց այն որ փոփոխությունը կա,
դա սենց ես ամեն օր տեսնում եմ ու շատ զարմանում եմ։ Շատ հետաքրքիր է այն ինչ որ կատարվում է իրականում ձեզ մոտ եւ ձեր ընտանիքի մոտ, որովհետեւ դուք երիտասարդ կին եք, ունեք արդեն ընտանիք, փոքր բալիկ եւ ձեզ նման շատերը անում են եւ ուզում են այդպես անել, եթե ունեն հնարավորություն եւ Երևան քաղաքից են, հենց այստեղ ապրում են, իրենց երեկոները վայելում են ընտանեկան ջերմիջավայրում, զբոսնելով երեկոյան Երևանում, այցելելով տարբեր սրճարաններ, զվարճանքի վայրեր, որ բայց դուք հասկացաք, որ այն ամեն ինչ որ դուք հիմա եք անում, ավելի առաջնահերթ ու կարևոր է, քան անձնական տիրույթում հաճույքները, այսպես ասած։ Որտեվ դա զոհողություն է, մեծ հաշվով դա զոհողություն է։ Գիտեք, երևի հարցը նրանում է, որ սա է իմ համար իսկական երջանկությունը, հաճույքը, այդ չգիտեմ, կանանց հետ սուրճ խմել, լինել կենտրոններում մեր, իմ երեխան, որ կենթանիների եւ բնության մեջ լինի, ոտաբոբիկ կարողանա քայլի, իմ համար դա երազանքների կյանք է ու ես իրականում եթե հնարավորություն ունենայի, ես ամբողջովին կտեղափոխվեի մարզ, որովհետև շատ կարծրատիպեր կան, բայց երբ որ դու մարզում ես, երբ որ դու գյուղում ես հատկապես, դու ավելի շատ ժամանակ ունես քո ընտանիքի համար, քո ինքդ քեզ ավելի ճանաչելու համար ու դա շատ է ինձ օգնել։ Անգելինան աղջիկս որ փոքր էր, Կալյասկայով զովաբերում շատ ցեխոտ շրջաներ էլի շատ վատ ու փողոցը սարքած չէր, հիմա այդ փողոցը սարքել են արդեն ու սենց Կալյասկայում էր ցեխերի մեջով այդ Կալյասկան չեմ կարում բան անեմ էլի քշեմ, մեկ էլ էս հետո պատմում է գյուղապետը, որ Սենց ասում եմ նայում եմ քեզ հեռվից, ասում եմ շատ ջղայնացած ես երևի չմոտենամ ու այդ բան ես եմ իրան կանչում, ասում եմ մի հատ եկեք օգնեք էլի ես չեք տեսնում ինձ դժվար է ասում եմ ինձ ջղայնացած է տենց պահեր լինում են իհարկե որ ասում ես դե լավ դե ստացվում է դե կարող է իրական ես ինձ համոզել եմ որ ստացվում է բայց օրինակ Թեհմինեն ու մեր մնացած 57 կին ունենք այս պահին որոնք այս process-ների մեջ անցել ու անցնում են դեռ իրենք ամեն օր մի հատ իրենց զանգով, մի հատ իրենց բանով ինձ միշտ ասում են որ հա պետքա ու իրոք փոփոխությունը կա փոքր քայլերով, բայց մեծ արդյունքների ենք հասնելու։ Թեհմինե, ինչ ակնկալիքներ ունեիք եւ որքանով են դրանք արդարացվել ծրագրի շրջանակում։ Ակնկալիքս այն էր, որ գյուղում փոփոխություն լինի, գաղափարական, ոչ թե ինչ որ տնային փոփոխություն։ Ու այդ եղավ, որտեղ կանայք դուրս եկան իրանց տներից, եղավ, որ կանայք հիմա ունեն սիրված աշխատանք, զբաղվում են նրանով, ինչը որ սիրում են, ինչը որ տարիներով դրել էին մի կողմ ու չէին անում։ Ակնկալիքը այն է, որ երեխա գյուղից չի կարա գնա քաղաք սովորելու, բայց հիմա մենք գյուղում ունենք իրոք այդ կենտրոնը ու իրանք զբաղվում են դրանով։ Դա շատ մեծ փոփոխություն է։ Ու այն որ գյուղի ծնողը քեզ վստահել է ու քեզ աշակերտ է տվել դու իրան կրթես, դա քո համար մի հատ ուրիշ բան է։ Վստահել դիմացինին ու երեխային ուղարկել կրթվելու։ Այդ լրիվ ուրիշ բան է։ Ինչ ուղղություններով զարգացումը եղավ, բացի ձեր ուղղվածությունը, ասի գեղեցկության սրահ է շուտով բացվելու, էլ ինչ ուղղություններ են ներառվել, էլ կանայք ինչով են հետաքրքրված եւ պատրաստ աշխատել։ Կանայք ունեն բազմաթիվ իրանք հենց անհատական բիզնես ծրագրեր, որոնք դեռ կլինեն հունի մեջ, շատ բիզնես ծրագրեր ունենք, որը կարի արտադրամասն է, որը ֆերմայի բացումն է, որը այնտեղ կամպոտ պահածոների արտադրամաս են ուզում բացեն, ատամնատեխնիկ ունենանք գյուղում, այլ ինչ ունենք ապտեկա, դեղատուն, որը որ չունենք գյուղում, շատ մեծ ծրագրեր ունեն, բիզնես ծրագրեր, ու իհարկե դրանք բոլորը գաղափար է եղել ու ոչ մի բան թղթի վրա չի գրվել, բայց այսօր հարեհասի շրջանակում կինը կարողանում է իր գաղափարը գրի թղթի վրա, դարձնի դա իրականություն։ Այո, իրականություն։ Իսկ ամուսինները ո՞նց են սրան արձագանքում, չեն ասում՝ մի րոպե, դուք մեզանից առաջ եք գնում, սենց չեղավ, այսքան տարի մենք աշխատել ստեղծել ենք, ընտանիքներին պահել ենք, հիմա գերազանցում եք մեզ, թե հակառակ ավելի ուրախ են։ Արդեն ամուսինները ավելի քեզ ոգևորում են, ավելի առաջ են տանում, որտեղ տեսնում են, որ իրոք դու կարող ես ու դու անում ես։ Իրանք դրանից ավելի լավ են զգում իրանց։
Ես այս պատմությունը լսելով, որը իր մեջ ունի բացի այս ռեալ գործունյա քայլերից նաև ունի ռոմանտիկ հատված, ես Տիկին Մարությանին կարծում եմ, որ տարբեր գյուղեր պետք է ասոցացնեն գտնված երազի աղջկա հետ։ Ինքը վերադարձրել է ձեր երազանքը, կարելի է ասել, իրենց գործունեությամբ երազանքներ են իրականացնում, որոնք գուցե ինչ-որ խուլ տեղերում քնել էին մտածելով, որ իրենք ոչ մեկի պետք չեն, իրենք երբեք էլ իրականություն չեն դառնա, որովհետև դրանց համար շատ ներդրումներ են պետք եւ ֆինանսական եւ ժամանակային եւ գիտելիքների։ Հրաշալի է, որ այս ամենը կա, ինչպես եւ ովքեր կարող են դիմել հետագայում, հա, ծրագրի այլ տեղայնացումներին, երբ են ընտրվելու այլ գյուղեր առաջիկայում կան արդեն պլանավորված, թե որոնք են դրանք։ Տեսեք, մենք ի սկզբանե ունեինք այլ քաղաքականություն, բայց այժմ մենք կարծում ենք, որ հարեհասը ինչ-որ չափով հայտնի է դարձել ու մեզ դիմում են մարդիկ տարբեր գյուղերից, որ մենք իրենց գյուղ գանք, եթե որևէ գյուղում մենք ունենանք մասնակիցների քանակի 20-ից 40 հոգի, ովքեր պատրաստ են 3 ամիս ամեն օր կրթվել, որտեղ մեր դասերը ամեն օր են 2-ից 3 ժամ, եթե պատրաստ են, կարող են դիմել, բայց դիմել միավորելով համայնքը, այսինքն գյուղից դիմի մի հոգի ու ասի, որ մենք ունենք եւս 20 կին, ով պատրաստ է այս պրոցեսների մեջ մտնի։ Մենք հաջորդ տարվա համար դիտարկում ենք Վարդենիս համայնքը եւ կարծում ենք այնտեղ կունենանք 4 գյուղ, բայց 4 կենտրոն, բայց ամեն ինչ կախված է պահից ու ռազմավարությունը հստակ է, որ մենք 6 տարվա ընթացքում հարեհասը պետք է ունենա 40 կրթական կենտրոն եւ համախմբվի տարբեր գյուղերից կանանց ու կանայք դառնան ի վերջո համայնք, ովքեր իրար կօգնեն, կաջակցեն ցանկացած հարցում ու դրա համար մեր կարծում եմ Վարդենիսը կլինի հաջորդ թիրախային համայնքը։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ ձեր ընտանիքի առաջիկա ճամփորդությունները դեռ 6 տարի շարունակվելու են։ Այո։ 6 տարի հետո ինչ է լինելու, չնայած շատ վաղ է խոսելը, բայց ես կարծում եմ, ես վստահ եմ, որ հարեհասը կլինի 6 տարվա ընթացքում իհարկե կտրասֆորմացվի շատ, որովհետև մենք անընդհատ թեստավորում ենք, արդյոք մենք սա ճիշտ ենք անում, արդյոք այս դասը ստեղ պետքա լինի, այս ժամը ստեղ պետքա լինի եւ այլն, մենք շատ ինքներս մեր վրա շատ ենք աշխատում ու 6 տարիներ, որ ասում ենք, կարող է ծրագիրը շատ ֆորմատներ փոխի, բայց այն, որ հարեհասը 6 տարի եւ հետո շարունակական է լինելու այս ֆորմատը գյուղերի զարգացման, դա հստակ գիտենք։ Շատ լավ, շնորհակալ եմ բովանդակալից ջերմ զրույցի համար, փոփոխություններով լի զրույցի համար։ Ես ուրախ կլինեմ էլի տաղավարում հանդիպել ձեզ, արդեն թերմինային ավելի բարձր կայացման փուլում տեսնել, ինչու ոչ, այլ մասնակիցների հետ եւս ծանոթանալ եւ ձեզ հետ Տիկին Մարության եւս մեկ անգամ խոսել ոչ միայն հարեհասի, այլ առհասարակ բարեգործական հիմնադրամի այլ ծրագրերի մասին, որոնք ուղղված են մարդկանց կյանքը բարելավելուն, կյանքի որակը դեպի լավը փոխելուն։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էինք Դեկավա բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանի եւ հարեհաս ծրագրի շահառու Էմինե Վարդանյանի հետ։ Արդեն բովանդակալի զրույցը կարծում եմ հասցրիք վայելել, այսքանով ամփոփում ենք մեր այսօրվա եթերը։ Ես ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում եւ այս դրական լիցքերը, որը կարողացանք փոխանցել, մեծ հույս ունեմ, թող ամբողջ շաբաթվա ընթացքում ձեզ ուղեկցեն։ Մենք դեռ կհանդիպենք, ձեզ հետ է Արմինե Թովմասյանը։